Բարոյ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն։ Այսօր արդեն հունվարի 3-ն է, առիթից օգտվելով կրկին շնորհավորում եմ բոլորին Սուրբ Ծննդյան եւ Ամանորյա տոների կապակցությամբ։ Մինչեւ ես զբաղված էի հարևանի տանը ընկած հրդեհով, հաստատի աշխարհում շատ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարված հասցրեց Վենեսուելային եւ ձերբակալեց Վենեսուելայի նախագահ Մադուրոին, այս մասին մենք մանրամասն կխոսենք, ինչպես նաեւ կանդրադառնանք նրան, թե ինչ է հիմա տեղի ունենում Իրանում։ Նախքան դա կոչ եմ անում բոլորին անպայման լայքել այս հաղորդումը եւ բաժանորդագրվել մեր ալիքին, եթե իհարկե բաժանորդագրված չեք մինչեւ հիմա։ Քիչ առաջ ստացվեց տեղեկություն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարված է հասցրել Վենեսուելային, մայրաքաղաք Կարակոսին, մի քանի պայթուններ են որոտացել, արագ Վենեսուելայի իշխանությունները զրահատեխնիկա են դուրս բերել քաղաքի կենտրոնական փողոցներ պաշտպանելու նախագահականը, բայց ինչպես արդեն պարզ է դառնում, դա նրանց չի հաջողվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ջոկատայինները կարողացել են շատ արագ փայլուն հատուկ օպերացիա իրականացնել եւ ձերբակալել Մադուրոին, Վենեսուելայի նախագահ Մադուրոին, եւ ոչ միայն ձերբակալել, այլ նաեւ առևանգել դուրս հանելով նրան Վենեսուելայի տարածքից։ Այդ մասին հաղորդել է ինչպես Վենեսուելայի փոխնախագահը, ասելով, որ Վենեսուելան ռազմական հարձակման է ենթարկվել, նաև նրանց արտգործնախարարությունն է այդ մասին հայտարարություն տարածել, նրանց բացի նաև Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը հրաման է արձակել հարված հասցնել Վենեսուելային եւ նրա խոսքերով նախագահ Մադուրոն իր կնոջ հետ գերի է վերցվել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից եւ դուրս բերվել երկրից։ Կատարվածին է անդրադարձել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ հաստատի բոլորը հաստատում են այն, որ Մադուրոն ընկել է գերի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ջոկատայինները փայլուն գործողություն են իրականացրել Վենեսուելայում։ Այսինքն մի քանի ժամ էլ չի տևել փաստացի այդ հատուկ գործողությունը, ընդամենը մի քանի պայթյուն։ Այս պայդարությամբ, ինչպես հաղորդում են Ամերիկայի Միացյալ Նահանգների հերոստանգերությունները, արդեն պայթյուններ չկան, չնայած որ օդը Վենեսուելայի վերահսկում է Ամերիկայի Միացյալ Նահանգները ամբողջովին, դրանից բացի Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև հարված են հասցրել Ուգո Չավեսի թանգարանին, ինչպես նաև նրա դամբարանին։ Հիշեցնեմ, Ուգո Չավեսը նախկին նախագահն էր, ով որ արդեն մահացել է, ծանր հիվանդությունից հետո մահացել էր եւ նրա հետնորդը Մադուրոն էր։ Ուգո Չավեսը նույնպես համարվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների թշնամի։ Կատարվածին շատ արագ արձագանքել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը, շատ կոշտ քննադատելով Ամերիկայի Միացյալ Նահանգների հարձակումը ընդդեմ Վենեսուելայի եւ այստեղից կարելի է նաեւ անցնել վերլուծությունների շարքին։ Փաստացի Վենեսուելան դաշնակիցներ Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Չինաստանի եւ մենք գիտենք նաեւ եւ խոսում ենք վերջին ժամանակներս նրա մասին, որ Իրանը եւ Ռուսաստանի Դաշնությունը, հավանաբար նաեւ Չինաստանը զենք էին մատակարարում Վենեսուելային, Մադուրոն էլ հայտարարություններ էր անում, փորձում էր բոլորին համոզել, որ Վենեսուելանի վիճակի է պաշտպանվել, բայց ինչպես մենք տեսանք, ընդամենը մի քանի ժամ էլ չկարողացավ դիմանալ Մադուրոն Ամերիկայի Միացյալ Նահանգների հարձակումներին եւ շատ արագ առևանգվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ջոկատայինների կողմից։ Ինչ է սա նշանակում, սիրելի հայրենակիցներ։ Նույնիսկ տեղեկություններ կա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփը կոնկրետ պլանավորում էին Սուրբ Ծննդյան օրերին հարված հասցնել, բայց հետո որոշեցին, որ չէ, լավ է, թող անցնեն տոները, Սուրբ Ծննդյան տոնը անցնի, Ամանորը անցնի, հետո նոր այդ հարվածը հասցվի եւ կարծում եմ բոլորի համար ակնհայտ էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածելու է Վենեսուելային, քանի որ շատ լուրջ ռազմական տեխնիկա էր կուտակվել Վենեսուելայի շուրջ, բազմաթիվ ավիակիրներ, բազմաթիվ նավեր, Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածային ուժի բացարձակ մեծամասնությունը գտնվում էր Վենեսուելայի ափերին։ Եվ մենք էլ եթե հիշում եք, կանխատեսեցինք, որ շատ մեծ է հավանականությունը, որ Ամանորյա տոներից հետո Վենեսուելային հարված հասցվի։ Ինչ է սա նշանակում Ռուսաստանի Դաշնության համար, կամ նույն Իրանի կամ Չինաստանի, կարծում եմ բոլորի համար պարզ է եւ կարծում եմ բոլորի համար նաեւ պարզ է, թե ինչքանով լուրջ է փոխվել աշխարհակարգը։ Նախկինում Ամերիկայի Միացյալ Նահանգները նման գործողություններ հիմնականում
չէին իրականացնում, եւ եթե նույնիսկ իրականացնում էին, կոնգրեսի սենատի միջով էր այդ ամենը շատ երկար, դժվար process-ներ անցնում, շատ երկար քննարկումներ, բայց այստեղ հիմնական դերակատարությունը ունեցավ Դոնալդ Թրամփը եւ փաստացի մեկ հարվածով, շատ լուրջ հարվածով կարողացավ առևանգել Մադուրոին։ Սա Իրանի համար, կարծում եմ, ողբերգություն, սա լուրջ սիգնալ է նաև Վլադիմիր Պուտինի համար, կարծում եմ Չինաստանի համար նույնպես, բայց Իրանում մտահոգվելու կարծում եմ հիմա այլ առիթներ ունեն, տարին շատ հետաքրքիր ձևով է մեկնարկ տվել, շատ հետաքրքիր ձևով է մեկնարկել, չնայած Իրանում այդ անկարգությունները սկսվել էին անցյալ տարի, բայց հիմա շատ լուրջ եւ մեծ թափ են ստացել։ Մենք խոսել ենք նաև նրա մասին, որ Իրանում արդեն կան բազմաթիվ սպանվածներ, կան նոր կադրեր, թե ինչպես են պոկում իրանական դրոշները քաղաքների կենտրոնում, կան կադրեր, թե ինչպես են Իրանում անվտանգության ուժերը կրակ բացում ցուցարարների վրա, բայց ժողովուրդը չի հանգստանում, ավելի մեծ ցույցեր են տեղի ունենում եւ այդ ցույցերը ավելի մեծ աշխարհագրություն են ստանում, դրանից բացի Թեհրանում օրեցօր ավելի մեծ ցույցեր են ավելի ու ավելի մեծ ցույցեր են գրանցվում, եթե նախկինում Թեհրանում ավելի քիչ էին համեմատաբար ցույցերը, հիմա ավելի լուրջ եւ մեծ ցույցեր են գրանցվել Իրանում, ցուցարարները նաեւ շատ անգամ հավաքվում են ոստիկանության շենքերի մոտ, պահանջում են, որպեսզի ազատ արձակեն ցույցերի ընթացքում ձերբակալվածներին, հստակ կոչ ուղղելով Իրանի իրավապահներին, որ եթե իրենք ազատ չարձակեն ձերբակալվածներին, ապա իրենք ուժով ազատ կարձակեն բոլոր ձերբակալվածներին։ Հակաիրանական, հակակառավարական շատ լուրջ կոչեր են, տեղեկություններ կա, որ նաև Իրանի հոգևոր առաջնորդի նկարներն են այրել որոշ տեղերում, եւ ահա այս ֆոնին Իրանը արտաքին թշնամի է ման գալիս, Իրանի արտգործնախարարությունը եւ իսլամական կորպուսի հրամանատարները հստակ հասկացնել են տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները խառնվեն կատարվածի մեջ եւ հարվածեն Իրանին, ապա իրենք էլ հարված կհասցնեն Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական օբյեկտներին ամբողջ տարածաշրջանով։ Անկեղծ ասած, իմ մոտ նաեւ ծիծաղ է առաջացնում այդ հայտարարությունները, ինչպես են հարվածելու Ամերիկայի Միացյալ Նահանգների բազաներին։ Տեսանք թե ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում։ Չգիտեմ դժվար է ասել, ինչ խելքով են մտածում այդպիսի հայտարարություններ անողները, Մադուրոն էլ էր մեծ հայտարարություններ անում, բայց ասածս այն է, սիրելի հայրենակիցներ, որ շատ հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում ամբողջ աշխարհում եւ ես չեմ կարող բացառել, որ Իրանում տեղի ունեցածը ոչ մի կապ չունի Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողությունների հետ, այլ ճիշտ հակառակը, ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներգրաված են նաեւ Իրանում տեղի ունեցող գործընթացների մեջ շատ լուրջ ձևով ներգրավված են եւ ես չեմ բացառում, եւ եթե իրոք ամեն ինչ շատ բարդանա, Թրամփի մոտ գայթակղություն առաջանա նաեւ հարվածել Իրանին։ Եվ ինչպես մենք տեսնում ենք, իրադարձություններն էլ հենց այդպես են զարգանում, եթե նման բան տեղի ունենա, դժվար թե այաթոլլաների ռեժիմը կարողանա այս անգամ պահպանել իր իշխանությունը։ Հիմա որոշները կարող է ասեն, թե չէ, նման բան չի կարող տեղի ունենալ, բայց կրկնեմ, իմ համոզումը աշխարհակարգի լուրջ փոփոխություն է տեղի ունեցել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս նախկինի նման չի գործելու, ոչ Սիրիայի օրինակով, ոչ Իրաքի օրինակով, ճիշտ կգործի Վենեսուելայի օրինակով։ Շատ մեծ է նրա հավանականությունը, ու չնայած որ հիմա կանխատեսելը Իրանի մասով շատ անշնորհակալ գործ է, շատ հեշտ է սխալվել, թե ինչ կարող է տեղի ունենալ Իրանում, բայց մեկ փաստ է, որ այսպիսի հակակառավարական լուրջ եւ մեծ ցույցեր Իրանում տեղի չէին ունեցել։ Այսպիսի մասշտաբի մեծ ցույցեր, կարծում եմ, առաջին անգամ են տեղի ունենում Իրանում եւ իրոք շատ մեծ է հիմա հավանականությունը արդեն, որ Իրանի այաթոլլաների ռեժիմը նույնպես տապալվի եւ դրանում մեծ մասնակցություն կունենա Դոնալդ Թրամփ, Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսինքն սցենարը շատ նման է այն սցենարին, որը որ տարբեր երկրներում է տեղի ունեցել, բարիկադներ են սարքվել, ճանապարհներ են փակվում, տարբեր օբյեկտներ են այրվել, բախումներ ոստիկանության հետ, կատաղած եւ հոգնած ժողովուրդ, բռնապետություններից կատաղած եւ հոգնած ժողովուրդ, ու սա իրոք շատ մեծ եւ շատ կարևոր զգուշացում է, կարծում եմ, Ռուսաստանի Դաշնության։ Եթե մենք տեսնում ենք, որ Թրամփը խաղում է
Ռուսաստանի Դաշնության հետ հետաքրքիր հայտարարություններ է անում Պուտինի հասցեին, բայց նույն ժամանակ այսպիսի կոնկրետ գործողությունների է դիմում, սա շատ բան է մեզ հուշում, եւ Թրամփի այդ հայտարարությունները խաբուսիկ են։ Շատ անգամ Ռուսաստանի հասցեին հնչող հայտարարությունները խաբուսիկ են։ Ես գալիս եմ ահա այդ եզրահանգմանը, սիրելի հայրենակիցներ։ Այսքանը։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։